եկեք մի պնդում ինձ թույլ տամ կատարելու, այնինչ այսօր այս 2 օրերին տեղի է ունենում, դա իրավունքի հերթական դեֆորմացիան է։ Սա իրավական վակխանալիա է, որովհետև մենք ունենք մի շրջան, եթե անգամ վերացարկվենք ընդհանուր նախորդ պրակտիկայից 2021-22 թվական պրակտիկ իրադարձություններ, սահմանադրական դատարանի որոշում եւ այլն, այս կարճ ժամանակահատվածում ունենք մի իրողություն, երբ կրկին նախորդ շրջանում, երբ սահմանադրական դատարանում քննվում էր ընտրության արդյունքները, այս ազգային ժողովի ընտրությունների հունիսի 7-ի ընտրությունների մասին է խոսքը, կրկին դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել մի շարք պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիությունից զրկելու կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին նիստ է հրավիրել, հուլիսի 8-ի նիստով կայացրել է որոշումներ, որոնց մեջ սևը սպիտակի վրա գրված է, որ հուլիսի 4-ից կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները չեն տարածվում պատգամավորի թեկնածու չհանդիսացող անձանց վրա։ 3 հուլիսի 21-ին թե Նարեկ Կարապետյանը, թե մնացած բոլոր թեկնածուները մի շարք քաղաքական ուժերի, ովքեր հայտնվել են ազգային ժողովում, իրենք ստացել են պատգամավորի կարգավիճակ։ 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստ անցկացրեց, որում որոշում կայացրեց մանդատներ տրամադրելու մասին։ Եվ դրա հիմքով նաև արձանագրության հիման վրա վկայականներ են տրամադրվել։ Այսինքն պաշտոնապես երեկվանից հենց նույն ԿԸՀ-ի կողմից բոլոր թեկնածուները արդեն պատգամավոր են հանդիսանում։ Արդյոք այս պահից չի սկսում գործել սահմանադրության 96-րդ հոդվածը, որը անձեռնմխելիություն է սահմանում պատգամավորի նկատմամբ, իսկ անձեռնմխելիությունը ենթադրում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել բացառապես ազգային ժողովի համաձայնությամբ։ Արդյոք կենտրոնական այստեղ հիմա մի այլ խնդրի, մի այլ իրավիճակի հետ գործ չունենք, երբ 2 պետական մարմինների գործառույթները հատվում են եւ հակասահմանադրական ճանապարհով են հատվում, որովհետեւ այս նույն մեկնաբանությունը հենց ինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է արել։ Ժողովուրդ ջան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին ասել է, որ ինքը այլևս գործ չունի անձեռնմխելիության ինստիտուտի հետ, որ ինքը այլևս չի կարող համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուին պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, պատգամավորին ազատազրկելու հարցերով։ Ու ինչա տեղի ունենում, 2 օր նախորդ որոշումը ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ որոշում ունենալով նախորդ միջնորդությունները հետ վերադարձնելուց հետո մի շարք պատգամավորի թեկնածուների պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ-որ մի հայտնի հրաշքային իրավիճակում վարույթ է ընդունել։ Հիմա այնտեղ փորձում են իրավական, ես համոզված եմ, անգամ պետք է չէր հրապարակային լինել, լիազորությունների գուժի մեջ մտնելու, լիազորությունները գործելու, արդյոք պատգամավոր է, բայց լիազորությունները գործող պատգամավոր է, թե ոչ։ Նման իրավական, ինչ ասեմ, վակխանալիան հենց այդտեղ է կայանում, որ այլակարգություն, իրավական տարամեկնաբանություն են փորձում իրականացնել, որը բնավ տեղին չէ եւ ակնհայտ է, որ նպատակը միակն է։ Այս շրջանում Նարեկ կներեք, նպատակը ակնհայտ է, սա բացառապես քաղաքական քինախնդրություն է, այս գործընթացը բացառապես ու ընդհանրապես իրավական գործընթացի հետ աղերս չունի, ես կրկին ասում եմ, սա իրավունքի դեֆորմացիա է եւ նպատակն է Նարեկ Կարապետյանին ապօրինաբար քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկել, երբ դրա հնարավորությունը այլևս չկա։ Երբ մանդատները տրվեցին, դուք նախորդ օրը հայտնեցիք, որ ինքնաբացարկի դիմում եք ներկայացրել, ինչով էր պայմանավորված, ձեր թիմում տարաձայնություններ եղել են մանդատ վերցնելու եւ չվերցնելու շուրջ։ Տիկին Հակոբյան, ես կուզեի օրակարգից չշեղվենք, թիմում բնավ չի կարող տարաձայնություններ լինել, ես կարծում եմ, եթե նման տարաձայնություններ հիմքը լինեին, ես կարող եմ այստեղ չգտնվեի։ Ես շատ մանրամասն բացատրել եմ դրդապատճառները իմ ինքնաբացարկի ու հիմա եկեք օրակարգից շեղմենք, ես անպայման այդ մասին ավելի մանրամասն անդրադարձ կկատարեմ։ Ասել եք, որ թիմի կողքին եք լինելու, բայց ինչը ձեզ խանգարեց արժե գնալ։ Խնդրում եմ, եկեք օրակարգից չշեղվենք, որովհետև տեսեք հիմա ինչա տեղի ունենում։ Հիմա այսօրվա դրությամբ մեր
ըստ էության ցուցակի Ուժեղ Հայաստան խմբակցության առաջի համար Նարեկ Կարապետյանին փորձում են ֆիզիկապես մեկուսացնել, փորձում են ազատությունից զրկել։ Դրան զուգահեռ երեք տեղի ունեցավ մի իրավական այլ վակխանալիա խայտարակություն էլ իմ մեկ այլ գործընկեր Դավիթ Ղազինյանի հետ կապված, հա, արագացված մինչև այս արձանագրության կազմը գործը ուղարկեցին դատարան կրկին, որպեսզի այդ հենց իրենց գործողությունները ախր եւս վկայում են, որ իրենք գիտակցում են, որ այդ արձանագրության կազմումից հետո, երբ մանդատները բաշխվում են, այլևս իրենք հնարավորություն չունեն ազատությունից զրկել падգամավորներին։ Այս գործողությունները գալիս են փաստելու, որ գիտակցում կա, որ այս ողջ process-ը հակաիրավական է եւ նպատակ կա իմ падգամավոր գործընկերներին ապօրինաբար քաղաքական դրդապատճառներով ազատազրկելու։ Իսկ ո՞րն է հեռանկարային պատճառը, ո՞րն է դրդապատճառը։ Արդյոք իշխանությունը ինչ որ ցնցումների մեջ է ընկել այն աննախադեպ իրավիճակից ելնելով, որ Ուժեղ Հայաստանը իդեմ Նարեկ Կարապետյանի հետ ընտրական գործընթացներում խոստումներ է կատարում։ Դուք տեսաք, հա, մենք այն բացառիկ քաղաքական ուժն ենք այս տեսանկյունից հանդիսանում, անհամեստորեն ասեմ, որ տվել ենք քաղաքացիների խոստումներ եւ այն համայնքներում, որտեղ հաղթանակ ենք գրանցել, գնում ենք որոշակիորեն տրված խոստումների մեր հնարավորության շրջանակներում կյանքի կոչելու ուղղությամբ։ Եվ քաղաքացիների համար իրապես սա զարմանալի է եւ քաղաքացիները հասկանում են, որ Ուժեղ Հայաստանը ընդամենը մեկօրյա քվեի համար չէ, Ուժեղ Հայաստանը դա տեսլական է, օրակարգ է, նպատակ է ու հեռանկար է։ Դուք մտավախություն ունեք, որ դուք էլ ձեզ էլ կարող էիք քրեական հետապնդումների ենթարկել։ Եթե այտենց մտավախություն ունենայի, ընդհանրապես ընդդիմադիր գործունեությամբ չի զբաղվել, որովհետև ես կարծում եմ տարբերություն չկա, հակառակը։ Երբ падգամավոր ես, գոնե մանդատ ունես։ Երբ падգամավոր չես, մի հատ օղակից պաշտպանության ավելի զրկված ես, ավելի խոցելի ես։ Մելյան քայլերի ինչ հաջողականություն է սպասվելու, արդյոք այսօր հնարավոր է, որ Նարեկ Կարապետյանին կալանավորեն։ Կրկին եմ ասում, պատահական նման ձևաչափով խոսույթս չսկսեցի, եթե քննության է ընդունել, երեկվանից այո կարող ենք համոզմունք արտահայտել, որ իրենք այդ ուղով է գնալու են, թե քրեական հետապնդում հարուցելուն են համաձայնություն տալու, թե ցավոք սրտի ազատազրկելուն, ինչը կրկին եմ ասում, իրենց իսկ դիրքորոշման, իրենց իսկ իրավունքի մեկնաբանմանը, իրենց իսկ իրավական ակտով որոշման մեջ իրանք գրել են, որ իրանք իրավունք չունեն այլևս քննելու ու որոշում կայացնելու։ Իրանք ո՞րն է պատճառը։ Ես կուզեմ դուք այս հարցը տաք կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, որովհետև իրավացիորեն ինստիտուցիոնալ տեսանկյունից, հա, իրենք լրջագույն հարվածի տակ են դնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի հեղինակությունը։ Արդյոք այս տարամեկնաբանությունը, որովհետև իրանք անկախ մարմին են, իրենք մեր երկրում ընտրական գործընթացների կազմակերպիչն են, իրավամեկնաբանողն են, ըստ էության վարչարարության գործառույթներ ունեն, որն է նպատակը այս ուղղությամբ գնալու։ Ընդամենը մի քանի օրվա համար, երբ դատախազությունը, ինչպես գործընկերս Վարդևանյանը ներկայացրեց, արդեն Դավիթ Ղազինյանի գործով հստակ նշել է, որ օգոստոսի 2-ից այնուամենայնիվ այդ անձեռնմխելիությունը գործում է, որը կրկին եմ ասում, տարամեկնաբանելի է, հա, մեր մեկնաբանությամբ հենց հիմա է գործում, մենք տեսնում ենք էլի երկակի ստանդարտներ են գործում, օրինակ քաղաքացիական պայմանագրի падգամավորներ իրենց գործառույթներից բխող գործունեություն են իրականացնում, այդ թվում իրավական ակտերի ընդունելու տեսքով, օրինակ ինչու է կարողանում ազգային ժողովի նախագահը պաշտոններից հեռացնելու, պաշտոնի նշանակելու օրինակ ձևաչափով իրավական ակտ ընդունել, դա լիազորության իրականացում է, չէ՞։ Իսկ Նարեկ Կարապետյանի պարագայում ենթադրյալ մեկնաբանելու են, որ լիազորությունները դեռ ուժի մեջ չեն մտել եւ նրան հնարավորություն ունեն ազատությունից զրկելու։ Սա հայտարարություն է, կարծում եմ ցանկացած անկախ քաղաքական հայացք ունեցող մարդուն է հարցնես, բացահայտ քաղաքական հետապնդում է, բայց մեզ համար սպասելի է, հետապնդումները սպասելի են, դրանք վախերի արդյունք են եւ պայմանավորված են Ուժեղ Հայաստանի հենց ազգայնական, հենց սոցիալ-տնտեսական ու սոցիալական արդարությանը միտված գործունեությունը կատվածահար